բանը չեն անում։ Չէ, իմիջայլոց կա, ես վերջերս օրինակ զանգ ստացա, շատ ավելի ես փորձեմ կենթանի, օրինակների վրա Էջմիածնից, որ ասում են, «Էս ինչ ա, մեզ դուր չի գալիս, մեր ձևով բան, ինչ ա ասում, էս թեման, այն թեման, ասեք մի շերտ կա, ասում ա, ոնց տականք դավաճաններ են սրանք, ասում ա, երկիրը ծախել են, եկել են, հիմա եկել ենք մի հատ մի քիչ բան է, միլիարդ միլիոն են գողացել, էս են գողացել կամ գալի եմ սա անեմ, հա, այդ կարող է կարևոր է, բայց երկիր են գողացել։ Այսինքն դու ճիշտ ես այդ իմաստով, որ կա, ես չգիտեմ 10% է, 10 քանի տոկոս է, այդ մարդիկ ուզում են, որ դի պատասխան տան։ Նամուս հասիպ ու բատրով։ Այս մարդիկ դի պատասխան տան, որտեղ այս մարդիկ ծախել են։ Ուրեմն դի պատասխան տան դրա համար։ Եվ շարունակելու են ծախել եւ շարունակում են խաբել։ Եվ հիմա էլ են։ Հիմա լավ է, որ մեր ձևով է այդ թեման ատանում, որովհետեւ հա մի հատ էլեկտորատ կա, որ մի հատ չի, էլեկտորատները ասում տարբեր են, sense չպրիմիտիվացնենք սա, բայց իրենց կողմից դա աշխատում է, որովհետեւ նաեւ իրենց քաղաքական առաջնորդը համապատասխանում է այդ կերպարին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի կերպարը ավելի բռնում է այն ինչ որ ինքն մեծ ասուլիսում արեց։ Դե հա, Հայաստան դաշինք սկզբից ասեցի բոլորը իրար հետ, Նամուս, Թասիբ, Կուբատլով, Մասիսար։ Որտեղ է տեղավորվում Գագիկ Ծառուկյանը։ Ձեր հարցումների, եթե դες 3-րդ, 4-րդ տեղեր էլի։ Չէ, նկատի ունեմ, որպես ինչ կերպար է, որպես Սամվել Կարապետյանի նման չգիտեմ, ինչ կերպար է։ Ինքը, չէ, դե բարերար է։ Շարունակում է այդպիսի կերպար։ Հա, գրեթե կարելի ասել 100% անած ճանաչումով, այսինքն Հայաստանը բոլորը իրան գիտեն։ Իր էլեկտորատը մի մասը իհարկե վաղուց արդեն ԿՊ-ից անջատված էլեկտորատն է, առանձնապես գաղափարականացված որպես այդպիսին քաղաքական իմաստով էլեկտորատ չի, բայց կայունա կա դե Գագիկ Ծառուկյանի կերպարն էլ հա այդ աշկը տեսած է, կուշտա, չգիտեմ, բարերար է, լավ գործեր արել, չի թալանի մոտապես այս բանի մեջ, այդքան տեղը հատվում է Սամվել Կարապետյանի կերպարի հետ, բայց իրանք իրարից էլեկտորատ որպես այդպեսին։ Շատ լավ, ինչու է եւ եւս մեկ հարց ու հավարտենք, ինչու է այս կերպարով, այս վիճակով մտնում, ես չգիտեմ, այդ Նիկոլը հիմա որ մտել է իր ավտոբուսով գնում ենք, ձեր նման ենք, սենց գլուխս մտցրել եմ, գիտես չէ, ձմերուկ եմ վերել, բայց չգիտեմ չի չեն նկարել։ Ինչ որ անշնորհ բանա տեղ ա եղել էլի, ասма խնձորները կտրած չեն վերել, հետո ձմերուկը կտրած չեն վերել, հիմա էդ էլ է կերել, բայց այդ չեն նկարել։ Հա, լավ։ Այսինքն ինքը ուզում է ցույց տա, որ նայեք, մի քիչ իմ կարծիքով ես վերապահումով եմ ասում, որովհետև տենց հեշտ է, անեկդոտ կա, չէ, երկու քաղաքագետների մի քաղաքագետը մյուսին ասում է, լսի հասկանում ես, էս խի սենց եղավ։ Ասում է, չէ, ասում է, բայց կարամ բացատրեմ։ Չէ, ասում է, բացատրել ես էլ կարամ, բայց ուզում եմ հասկանամ։ Հիմա այնպես չի, որ ամեն ինչ հնարավոր է հստակորեն վերլուծել, հասկանալ, կարելի է ենթադրություններ անել։ Ամենատարածված ենթադրությունը իհարկե այն է, որ ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը, այո, ժողովրդի պես է։ Հակված եմ, հա, ես էլ եմ հակված դա ընդունելուն, բայց գրեթե վստահ եմ, որ կան նաև այլ շերտեր։ Շերտերից մեկը օրինակ մեդիա ուշադրության կենտրոնում մնալն է։ Կա այդպիսի բան, այսինքն դու պետք է ռմբահարես մեդիա օրակարգը, կապ չունի լավ բանով, վատ բանով, կարևորը որ դու լինես ուշադրության կենտրոնում, ինքը տակտիկա է, ինքը ռազմավարություն չի։ Խի, որ կարողանաս այլոցից ուշադրությունը տանել, այդ թվում դաշտը անլրջացնելով։ Հիմա պատկերացեք, ասենք, չգիտեմ, Հայակվեն է օրինակ կանգնում ասում է, հենա միջոցառում ունեն ուրբաթ օրը, որ անվտանգային ռազմավարություն ներկայացում։ Դե հիմա հեշտ է մարդը նստի այդ լսի, թե հեշտ է նայից ծաղի, որ ոնց է բանը գլուխը մտցրել ձմերուկի մեջ։ Մարդիկ լուրջ բան են ընդ ուզում ներկայացնեն, սա ասեցի էլ անելու է, սա ձմերուկի մեջ էլ։ Ձմերուկ է ծագում։ Այսինքն ինքը էլ եմ ասում, ինքը մարտավարություն է, ինքը այսպես միակ ռազմավարությունը չի, չէ, ինքը մարտավարական քայլ է, որ այնքան է դու այլ տեղերից ուշադրությունը բերես քո վրա, հետո արդեն այլ բաներ։ Այդ հետո այլ բաներից մեկը օրինակ սա էր, ստեղելով խնձոր չէր ուտում, սա ծրագրային ելույթ էր։ Եվրոպացիներին ասում էր, նայեք, ձեր քաղաքական ներդրումները այսպես եմ ծախսել, ձեզ Բագրատ arczepiskopos-ից եմ պրծացրել, KGB-ից եմ պրծացրել, գնացել է զեկուցում էր տերերին, տեսեք ինչ եմ անում։ Հայերի մեծ հաշվով հայերի հարցերը լուծել եմ։ Բան չի մնացել։ Մի քիչ էլ փող տվեք, օգնեք, ընտրությանն էլ վերջին քարը դնեմ հայերի վրա ու վերջ։ Հա, մեծ հաշվով է դեր ասում, այսինքն ներդրողներից նոր ինվեստիցիաներ, նոր ներդրումներ ակնկալում։ Հիմա սա արդեն խնձոր չի։ Սա լուրջ բան է։ Դրա համար ես ու ես էլ ասեմ, հա, ամփոփենք երկու տարբեր ծայրահեղ մոտեցումներ կա, մեկը որ առհասարակ պետք չի բանի տեղ դնել իր արածները, չկա ինքը գոյություն չունի։
Եվ երկրորդը, որ հա պետք է դնել, տարածել, ձեռ առնել, ծաղրել եւ այլն, չէ, իրականում կարծում եմ այս դեպքում, չասեմ հենց լրիվ մեջտեղում է ճշմարտությունը, բայց արանքում է առնվազն առանց հենց իրան վերատիրաժավորելու, բայց պետք է ցույց տալ իր անհամահունչությունը, անադեկվատությունը եւ ըստ այդմ ոչ լեգիտիմությունը վիճակին։ Օրինակ դա համընկավ Պարսկաստանի պատերազմի հետ եւ նաեւ ես, որ երբեք իրան չեմ տարածում, բայց բան արեցի, որ նայեք, այս վիճակում ինչ կաներ նորմալ ազգային իշխանությունը, SSSS 3-4 քայլ, ինչ են անում իրանք։ Հետո իրանք արդեն սա օրակարգ թելադրել էր։ Իրանք անցան հակահարձակման, չնայած իրանք հաստատ կանխատեսել էին դա եւ ունեին այդ կարտը, միանգամից գցեցին, ասին, բա որ մեզ ճղում ասում ենք խաղաղությունա, չեք հավատում, բա խաղաղությունա, դրա համար ընդ հրթիռներ են, իսկ մենք ասենք բան ենք ուտում, պերաշկի ենք ուտում, սան եկավ երկրորդ բանը, երրորդ արդեն կոզրի տուզը, որ չէ, մի րոպե, խաղաղությունն է նա, երբ որ թշնամին թարգել է, չունի էլ քեզ ոչնչացնելու մտադրություն։ Բայց եթե խաղաղությունա դերխի մենք պատաններ ունենք Ադրբեջանում, որ մաս-մասա թողնում, ոչ թե բոլորին միանգամից, բայց եթե թողնում, ինքը ասել էլ չեք տեսնելու։ Բայց եթե խաղաղությունա, ինչի է ինքը ասում, որ մենք թեկուզ ոչ տանկով, բայց պետք է գանք, իսկ մենք օրինակ, մենք Չակերտով դուք ասում եք, որ Ղարաբաղցիք թող հույսները կտրեն հուրավիցան մնալու են Հայաստանում։ Եթե խաղաղությունա, ինչու 1.5 միլիոն հայությունը չպիտի վերադառնա իրենց բնորան, իրենց տներ, իրենց հայրենիք, Ադրբեջան եւ Արցախ, ինչի չպիտի վերադառնան, չէ՞։ Հարց. Ինչի եթե խաղաղությունա, ինչի պիտի ադրբեջանցիները միլիարդավոր փոխհատուցում չտան 30 տարի առաջ իրենց տուն ու տեղ հայրենիք կորցրած մարդկանց, չէ՞, չպիտի չփոխհատուցեն դրա համար։ Ինչի այդ արելի փոխհատուցումը չլինի այդ իրանց վայրագությունների համար։ Եվ ամենակարևորը, ամենակարևոր բան ինչի դուրս չեն գալիս մեր տարածքներից, ճիշտ է։ Եվ եթե խաղաղությունա կամ առհասարակ գերիները, որ շարունակում են մնալ Բաքվի բանտում, ինչու, տականք, ինչու։ Եթե դուք բացի են որ խաղաղությունա, եթե դուք թուրքական, պրոթուրքական ռեժիմ չեք, ապա ինչից է ստացվում, որ շատ հանգիստ եք վերաբերվում, ասենք Շիրակի մարզում զբոսնող թուրքերին, ասելով որ դե մա Ռուսաստանի քաղաքացի են եկել են, բայց երբ որ Ռուսաստանի, Կիպրոսի, Հայաստանի քաղաքացի հայ մարդ Հայաստանում ծնված մարդ է եկել Հայաստան, դուք իրան միանգամից պիտակարում եք որպես ռուսաստանցի օլիգարխ։ Բայց ինչի նրան չեք ասում ռուսաստանցի քաղաքացի, ռուսաստանցի թուրք։ Այն քաղաքացին, որ 1 միլիարդի մենակ դրսում փող աշխատել, 1 միլիարդի Սամվել Կարապետյանը մենակ ներդրումում բարերարություն արել, այս ռուսական թեման շատ լուրջ է։ Նայեք, այս ռուսական թեման լուրջ է այն առումով, որ Ռուսաստանի մասին չի ընդհանրապես, իրանք ուղղակի մի հատ հրեշ կերպար են ստեղծել, ոնց որ փորձել են անել նախկիններից, կիսատ պրատաստացվել արցախցիներից, հա, մի հատ հրեշ կերպար են ստեղծել եւ նույնիսկ ես զգում եմ մեր ընդդիմադիր դաշտն էլ բան է լինում, հուշտ է լինում, որ չի կարելի այդ խաղը կան, ով ուզում է ըլնի, ինչ կերպար ուզում է ալնի, եթե ձեզ հարցումներ են հետաքրքիր, ահա, ընդհանուր Ռուսաստանի կերպարը սենց, նենց չի որ բացասական է եւ նենց էլ չի որ այսպես տիրապետող դրական է, բայց երբ որ մարդկանց հարցնում ես ով է Հայաստանի հիմնական դաշնակից, հարաբերական մեծամասնությունը միջև այսօր Ռուսաստանն է։ Հետևաբար այդ բանից հուշտ մի եղեք, որ ձեզ գալի ասում են դե ասեք, բան եք, պրոռուսական եք, այսպես կիսա վախվորած ասում են չէ, ասում են ոնց չէ, բա դուք այնտեղ բիզնես ունեք, ուրեմն ազդեցություն։ Ի վերջո պետք է այս թեմային բան անել, վերջակետ դնել, որովհետեւ այս ընտրությունները Հայաստանում են կատարվում, այս թեման փակեք, թե չէ մենք կսկսենք նրանից, որ խոսել նրանից, որ դուք պրոթուրքական եք, որտեւ երբ որ նույն այդ կարմիրը կարծեմ Ռուսաստանի հանձնագրով թուրք է գալի Հայաստան, ու մեր ազգային արժանապատվությունը ակնհայտորեն նվաստացնում է, որտեղ ֆռում է, ասում է, «Էսի մեր գյուղն է, էսի իմ տունն է, հա, ես այդտեղ գալու եմ»։ Դուք էդի նորմալ եք տանում, մի հատ էլ այդ մարդուն ԱԱԾ-ն ուղեկցում է, երբ որ այդ նույն паспортով պլյուս կողքից մի հատ էլ Կիպրական, մի հատ էլ Հայաստան, հələ նույնիսկ բարերարություն են թողնում։ Նույնիսկ այդ են թողնում, մարդը, թուրք չի, գալիս է այդ մարդը, միանգամից ճակատին խփում եք ռուսաստանցի օլիգարխ, բայց թուրքին խիչ եք ասում ռուսաստանցի թուրք, ռուսաստանցի քաղաքացի։ Բայց այս պետք է ինդիմություն ասի, ոչ թե խեղճացած ասեն, ոչ մենք բալանսավորված ենք վարելու, բան նրանք էլ ասեն, այս մեր ժողովրդին էշի տեղեք դրել, սաղ կապիտալները Ռուսաստանում։ Որտեղ ամբողջ օրը արդարանում են։ Դե չպետք է ամբողջ օրը զբաղված է։ Երբ որ դու արդարանում ես, դու ընդունում ես, որ այդ ինչ որ Ռուսաստանի հետ խալը գնում է հանրապետական կուսակցությունից։ Ես իրենց էլ եմ ասել, որ նորեկան նախկիններս են, ասում ինչ չեք ասում։ Դու այս սրիկաներ, նախկինները 6 միլիարդի զենք էին տվել, 10 միլիարդի զենք էին թողել, ազատագրված Արցախ են պահել։
Սենց շենացրել են, ճանապարհ են Հա, ինչ թեմա կա, կառուցել։ Չէ, չհասկացա, ճանապարհ են կառուցել, երկիր են կառուցել, սահման են պահել, չոքած, պատերազմ են, քարորյա պատերազմ են հաղթել, չոքած են պահել են Ալիևին։ Ինչ եք վախեցած անդադ արտարանում։ Հա, ճիշտ է, մենք նախքին չենք, մի հատ դեբիլներ էլ կան, ընտրապայքարի են, մենք նախքիներ հետ կա, բա ինչ եք։ Սաղս նախքին ենք տես նայես։ Ծնվել ենք մեկը Լևոնի օրոք, մեկը Քոչարյանի։ Մեր դեմ նենց արշավեր, կանգնեիք ասեք այսպես է։ Արշավին Ես օրինակ չեմ վախեցի, սաղ վախեցած ասում եմ, վայ Քոչարյանի անունը չտակ։ Հիշում եք, վեր կացածի չհասկացա։ Հո դուք եսի միշտ չեք, այդ մարդը հերոս է։ Ճիշտ է Այդ մարդը հերոս է, դուք ինչից եք վախենում եք ասել, որ այդ մարդը հերոս է։ Վախենում եք ասել, ինչ ներդրում ունի Սերժ Սարգսյանը այս երկրում, վախենում եք ասել։ Վախենում եք ասեք հանրապետականը կամ Քոչարյանի ժամանակ ինչը արվել այս երկրում։ Հյուսիսային պողոտայից 7 տուն ստացած մարդը ատում է Ռոբերտ Քոչարյանի։ Դեբիլներ, ես մարդ գիտեմ 7 տուն է ստացել իր հավաբնի դիմաց, ատում է Ռոբերտ Քոչարյանին։ Ինձ այցել նեղանում են, որ ասում եմ դուք մարդ էլ չեք, ճիշտ ասեց այդ օթանավականի մարդ, ասեց կարող գիտեք ենք մարդ չենք։ Ոնց կարա մարդ այս կամից հետո իրանց պաշտպանել։ Չի կարելի արտանել, որ դու արտանում ես, դու ընդունում ես, որ տակ ինչ-որ մի բան կա, որ այդ Ռուսաստանը ինչ-որ մի հատ մահացու չարիք է կամ նախկինությունը մի հատ մահացու երևույթ է, ոնց անենք դրանից դիստանցավորվել։ Նախկինի ժամանակ Արցախ չեք ունեցել, հպարտ չեք գնացել, աշխարհից ցանկացած երկրում հպարտ չեք շրջագայել, բարեկեցիկ կյանքով չեք ապրել, մոմիկից ու չգիտեմ ինչից չեք հասել, հպարտ հաղթանակը չեք կրել, 1000 տարվա պատասխանը 1000 տարվա պատասխանը հետո 100 տարի առաջ տեղ ունեցած ցեղասպանության պատասխանը տվել են Արցախի ազատագրումով։ Էս է եղել միակ մեր պատասխանը, դա է եղել, որ հպարտ մեջքներս ուղիղ, որ ես իմ որտից փոքր գնում ենք ցեղասպանության, ասում ենք, գիտես չէ, գնում ենք, մենք սա պատասխանը տվել ենք, Արցախ ենք, ինքը սենց փոքրեր սենց հպարտություն բաներ լինում էլ, որտեվ չի ուզում անդադ մեջը մտցնել, որ գիտես մեզ կոտորել են, բայց դրա պատասխանը մենք Արցախով ենք տվել։ Նախքին չէ, վախը, նախքիների հետ կապ չունենք, ինչ չունենք։ Ես բոլորս էլ կապ ունենք։ Կապ չունենք նախ։ Ու հիմա էլ է այդպես։ Նույնն էլ է։ Հիմա էլ է դա։ Ինչ որ բաներից սենց արդարանում են։ Մենք, չէ, չգիտեմ ինչ չէ, ավելի խելոք պատասխան տվեց Էդգարը։ Չէ, որ ես փորձում էի բացատրել, չէ, որ դե եթե տենցա դու էլ թուրք ես, ընդհանրապես թուրքի բանես գործակալ ես, դու ավելի ճիշտ բան ասեցի, որ ընդհանրապես պետք չի արդարանալ, չգիտեմ ինչ ասել, այդ մի ամբողջ մեծ սովետական միության մեջ համակարգ է եղել, այդ իմիջիալոց բանը, նույն ԱԱՑ, նույն ԿԳԲ-ն, դու գիտեք, որ խորքային ազգային կառույց է ինքը ըստ էության։ Ինքը ազգային կառույց է, չէ, ազգապահպան կառույց է։ Այդ որ դուք եկել եք, չգիտեմ ինչ որ երկրի եք ծառայեցնում, կամ մի գժի եք ծառայեցնում, կամ ավելի կոնկրետ ասեմ, սատանաների, չէ, սատանային, չէ, ասում բռնել։ Դա չի նշանակում, որ ԱԱՑ-ն խորքային ազգային բան կառույց չի։ Բան են, մի հատ ԱԱՑ-ն վերացել են, չգիտեմ ես ինչի։ Այդ այնտեղ նորմալ մարդ, իհարկե, կառույց է, պետական նորմալ կառույց է դա։ Հետո էլ խոսում են բանից, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, բայց ձեզնից շատ քրեական ենթամշակույթ կրող օրինապահ իրավապահ մարմինը, ասենք սարքել եք ինչ-որ մի հատ սերժական մի ասեք թրքա քրդա, չէ, թրքա ինչ ասեմ, ցեղասպան ՔՊ տենց ասենք, հա? Այնա լավ թե ազատագրած երկիր ունեցող ուժերի, դե որտե վախենում են տես բա, չէ, ես չեմ հասկանում իրենց։ Մեր դեմ ասում է, ինչ անենք արշավը, ցանկացած բանի դեմ, գիտ, մի հատ սովորական Facebook page ունեմ, այդ կար առանց չափազանցության, օրը 1800 fake, այդ տնականներ, դուք ինչով եք զբաղված։ Ես եթե չափազանցնում եմ, այդ կար, դա մի խայտարակություն է։ Բանդա է, ասես մի հատ fake-երի բանդա ունի ես կապիկը։ Կապիկ էլ չես, ինչ էր ասում իրան Ալիևը։ Ազգագործ չէ, այդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում ազգագործ։ Պատված հարբեցող ծաղրածու։ Տենց մի բան էր։ Իմիջիալոց Լիմոնովն ասում էր, եթե Լիմոնովը ասում էր, եթե ամենալիբերալ բան այդ կերպարին էլ անգամ բերես իշխանության 5 տարի, 5 տարի, 6 տարի, 7 տարի մնա իշխանության, եթե պետության գլխին է լինում։ Այդ մարդը այսպես թե այնպես դառնում ավելի կոնսերվատիվ, ավելի պետական, այդպեսին է դառնում, ազգային, ավելի։ Եթե այդպես չի դառնում, всё ինքը թշնամի է։ Այդ սրանից պարզ ոնց ասենք, սիրելի հայրենակիցներ։ Մարդը եկել է իշխանության, եթե դեռ 8 տարի հետո հայրենիք չկա, այդ մարդը դեռ հանձնում է, տարածքներ է հանձնում, տալիս է, դեռ չի դարձել պետական, ուրեմն արդեն մտածեք, այս մարդը թշնամի է, այս մարդը ուրիշ երկրի բաց, պարզ, գործակալ է վերընկած։
Ուծես հələ դեռ բաներով եք ապրում ինչ որ խաղաղությունով, չգիտեմ ինչով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես այսօր կարևոր ճանապարհ եմ գնում, Էդգար գիտես չէ՞, տիպի եկեղեցի են։ Դա չէ՞ միակ կարևոր ճանապարհ։ Բարով գնաք։ Շնորհակալություն։